Ես կուզենամ աղոթքով սկսենք այսօրվա մեր քարոզախոսությունը։ Եկեք մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի համար։ Երկնավոր Սուրբ Հայր, ամենակարող Տեր Աստվածը մեր, մենք քո առջև ենք գալիս, քո ներկայության մեջ, Որդուդ Հիսուս Քրիստոսի անունով, որովհետև ուրիշ անուն չկա տրված մեզ, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, որի միջոցով ունենք արտոնություն քեզ մոտենալու, հոգիների փրկություն եւ առանձնաշնորհում որպես որդիական իրավունք միայն Հիսուս Քրիստոսի անվան մեջ։ Շնորհակալ ենք, Հայր, որ մեր կյանքերը հսկում ես։ Շնորհակալ ենք, որ այսօր կյանք տվեցիր, մեզի ապահով բերեցիր այստեղ, որպեսզի քեզի երկրպագենք։ Քո խոսքդ լսենք, որովհետև քո խոսքը կյանքի խոսք է, Տեր։ Խնդրում եմ առաջնորդես մեզ։ Երկրորդական մտքերը թող դուրսը մնան, ով Տեր, բոլոր խանգարող եւ խափանող հանգամանքները դու արգիլես, եւ որպեսզի Սուրբ Հոգիդ այսօր անկաշկանդ ներգործի յուրաքանչյուրիս կյանքում, իշինություն լսողներիս եւ անունիդ փառքիդ համար։ Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Ամեն։ Այսօրվա նյութը կվերցնենք 5 տակարանից թագավորների գրքից։ Երկրորդ թագավորաց գիրք, ընթերցենք հատվածը փոքրինչ երկար է, բայց ստիպված եմ կարդալու այս հատվածը, որպեսզի պատկերացում ունենանք ինչի մասին ենք խոսում։ Երկրորդ թագավորաց գիրք 11-րդ գլխից մինչև 12-ի 23 համարը։ Եվ եղավ տարվա ավարտից հետո այն ժամանակ, երբ թագավորները պատերազմ էին գնում, Դավիթը Հովաբին ու նրա հետ իր ծառաներին ու ամբողջ Իսրայելին ուղարկեց եւ նրանք կործանեցին Ամոնի որդիներին ու Ռաբան պաշարեցին, բայց Դավիթը դեռ Երուսաղեմում էր եւ եղավ, որ
մի իրիկնադեմին Դավիթը իր անկողնուց ելնելով պալատի տանիքին շրջում էր։ Տանիքից մի կին տեսավ, որ լողանում էր, այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր, եւ Դավիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին, եւ մեկն ասաց. «Միթե դա Էլիամի դուստր Բերսաբեն չէ, Քետացի Ուրիայի կինը», եւ Դավիթը պատգամավորներ ուղարկեց ու նրան բերեցին։ Երբ կինը նրա մոտ եկավ, Դավիթը նրա հետ պարկեց, եւ նա դեռ նոր էր մաքրվել իր անմաքրությունից, եւ կինը իր տունը վերադարձավ, եւ կինը հղիացավ ու Դավիթին լուր ուղարկեց, ասելով. «Ես հղի եմ»։ Դավիթը Հովաբին մարդ ուղարկեց, ասելով. «Քետացի Ուրիային ինձ մոտ ուղարկիր»։ Հովաբն էլ Ուրիային Դավիթին մոտ ուղարկեց, երբ Ուրիան նրա մոտ եկավ, Դավիթը Հովաբի որպիսությունն ու ժողովրդի որպիսությունը եւ պատերազմի ընթացքի մասին հարցրեց, եւ Դավիթը Ուրիային ասաց. «Իջիր տունդ ու ոտքերդ լվա», հենց որ Ուրիան թագավորի պալատից գնաց, նրա ետևից թագավորի կողմից պարգև ուղարկվեց նրան, բայց Ուրիան իր տիրոջ բոլոր ծառաների հետ պալատի դռանը պառկեց, իր տունը չիջավ։ Երբ Դավիթին պատմեցին ու ասացին, թե Ուրիան իր տունը չիջավ, Դավիթը Ուրիային ասաց. «Դու ճանապարհից չես գալիս, ինչու քո տունը չես իջնում»։ Եվ Ուրիան Դավիթին ասաց. «Տապանակը եւ Իսրայելը եւ Հուդան վրանների մեջ են բնակվում, եւ իմ տեր Հովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բանակում։ Ես ուտելու ու խմելու եւ կնոջս հետ պարկելու համար իմ տունը գնամ։ Դու կենթանի ես եւ քո հոգին կենթանի է, որ ես չեմ անի այդ բանը»։ Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ այստեղ մնա ու վաղը քեզ կճանապարհեմ»։ Ուրիան այն օրը ու հաջորդ օրն էլ Երուսաղեմում մնաց, եւ երբ Դավիթը հրավիրեց նրան, նա կերավ ու խմեց նրա առջև, ու թագավորը նրան հարբեցրեց։ Ուրիան գիշերը իր տիրոջ ծառաների մոտ անկողնում պարկեց, բայց իր տունը չգնաց։ Առավոտյան Դավիթը մի նամակ գրեց Հովաբին, Ուրիայի ձեռքով ուղարկեց, նամակում գրեց ու ասաց. «Ուրիային մարտի թեժ տեղերում դրեք ու դուք ետ քաշվեք, որպեսզի զարկվի ու մեռնի»։ 26-րդ համարից շարունակենք կարդալ, որպեսզի ավելի կարճ լինի։ Եվ երբ Ուրիայի կինը լսեց, որ իր ամուսինը Ուրիան մեռել է, ողբաց իր ամուսնու համար, երբ սուգը անցավ, Դավիթը մարդ ուղարկեց ու նրան իր տունը բերեց, եւ նա իր կինը դարձավ ու նրան մի որդի ծնեց, բայց Դավիթի այս արարքը Տիրոջ աչքում չարիք էր։ Եվ Տերը Նաթանին ուղարկեց Դավիթի մոտ, այսինքն մարգարեի ուղարկեց Դավիթի մոտ։ Եվ նա եկավ ու նրան ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար, մեկը հարուստ, իսկ մյուսը աղքատ։ Հարուստը չափազանց շատ հոտեր ու նախիրներ ուներ, իսկ աղքատը բացի մի էգ գառնուկից, որին գնել էր ու կերակրում էր, ուրիշ ոչինչ չուներ։ Գառնուկը նրա հետ ու նրա երեխաների հետ մեծացավ, նրա պատառից էր ուտում ու նրա բաժակից էր խմում եւ նրա ծոցում էր պարկում ու նրա համար աղջկա պես էր։ Մի ճամփորդ եկավ այդ հարուստ մարդու մոտ, սա էլ խնայեց իր հոտերից ճամփորդի համար կերակուր պատրաստել, գնաց այն աղքատ մարդու էգ գառնուկը վերցրեց ու իր մոտ եկած մարդու համար պատրաստեց։ Այն ժամանակ Դավթի բարկությունը այդ մարդու դեմ խիստ բորբոքվեց ու Նաթանին ասաց. «Կենթանի է Տերը, որ այդ բանը կատարող մարդը անպայման պետք է մեռնի։ Այդ գառնուկի քառապատիկը պետք է հատուցի, որովհետև այդպիսի բան է արել եւ որովհետև անգթորեն է արել»։ Եվ Նաթանը Դավիթին ասաց. «Այդ մարդը դու ես։ Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. ես քեզ Իսրայելի վրա թագավոր օծեցի ու քեզ Սավուղի ձեռքից ազատեցի եւ տիրոջը տունը քեզ ու տիրոջդ կանանց քո ծոցը տվեցի, քեզ տվեցի նաեւ Իսրայելի եւ Հուդայի տունը, ու եթե քեզ համար դա դեռ քիչ էր, քեզ սրանցից էլ ավելի շատ բան կտայի, ինչու տիրոջ պատվիրանը անարգեցիր, նրա աչքի առաջ չարիք գործելով, եւ Ուրիայի կնոջը քեզ կին արար ու նրա Ամոնի որդիների սրով սպանեցիր նրան։ Ուստի հիմա ինձ անարգելու դու Քետացի Ուրիայի կնոջը քեզ կին առնելու համար քո տան վրայից սուրը հավիտյան չի պակասելու։ Տերն այսպես է ասում. քո տնից քո դեմ մի չարիք եմ հարուցելու ու քո աչքերի առաջ քո կանանց վերցնելու եմ եւ նրանց քո դրացուն եմ տալու եւ նա այս արեգակի արչեւ քո կանանց հետ է պարկելու, թեև դու ծածուկ արեցիր, բայց այս բանը ամբողջ Իսրայելի արչեւ եւ արեգակի արչեւ եմ անելու։ Եվ Դավիթն ասաց Նաթանին. Տիրոջ դեմ մեղք գործեցի։ Եվ Նաթանը Դավիթին ասաց. Տերը ներեց քո մեղքը, չես մեռնելու, բայց քանի որ այս բանով Տիրոջ թշնամիներին հայոյելու մեծ առիթ ես տվել,
Դրա համար քեզանից ծնվելիք որդիդ անշուշտ մեռնելու է։ Եվ Նաթանը իր տունը գնաց, եւ Տերը հարվածեց այդ մանկանը, որ Ուրիայի կինը ծննել էր Դավթի համար, ու նա սաստիկ հիվանդացավ, եւ Դավիթը մանկան համար աղաչեց Աստծուն, ու Դավիթը ծոմ պահեց, գնաց ամբողջ գիշեր գետնին պարկեց, նրա տան ծերերը գնացին նրան մոտ, որպեսզի նրան գետնից վերցնեն, բայց նա չուզեց, ու նրանց հետ հաց չկերավ, եւ եղավ, որ 7-րդ օրը մանուկը մեռավ։ Դավթի ծառաները վախեցան մանկան մեռնելու մասին հայտնելու ու ասացին. ահա, քանի դեռ մանուկը ողջ էր, նրան ասացինք, ու նա մեր խոսքը չլսեց, ինչպես նրան ասենք մանուկը մեռավ, որ մի վատ բան չանի։ Բայց Դավիթը իր ծառաների շշնջյունը տեսնելով հասկացավ, որ մանուկը մեռել է։ Ու Դավիթը իր ծառաներին ասաց. մանուկը մեռավ, նրանք ասացին մեռավ։ Այն ժամանակ Դավիթը գետնից վեր կացավ, լվացվեց, օծվեց, հագուստները փոխեց ու տիրոջ տունը մտնելով երկրպագեց, հետո վերադարձավ իր տունը եւ ուզեց, որ նրա առջև հաց դրին եւ կերավ։ Եվ նրա ծառաները նրան ասացին. այս ինչ արեցիր, քանի դեռ մանուկը ողջ էր, նրա համար ծոմ պահեցիր, լաց եղար, իսկ մանուկը մեռնելու պես վեր կացար հաց կերար։ Դավիթն ասաց. քանի դեռ մանուկը ողջ էր, ծոմ պահեցի ու լաց եղա, քանի որ ասում էի, ով գիտե, թերևս Աստված գթա ինձ ու մանուկը առողջանա, բայց հիմա նա մեռած է, ինչու ծոմ պահեմ։ Միթե ես կարող եմ նրա ետ դարձնել, ես պիտի գնամ նրա մոտ, բայց նա ինձ մոտ չի վերադառնա։ Ամեն։ Երկար էր հատվածը, բայց արժեր կարդալ։ Խորհուրդ կտամ դուք նորից կարդացեք, ամբողջը մտածելով կարդացեք, որովհետև Աստծո խոսքերը խրատներ են, կարևոր պատգամներ են մեզի դաս սովորեցնելու համար։ Ուրեմն սկզբից կարդացինք, որ թագավորների տարվա մեջ, որ բոլոր թագավորները պատերազմի էին գնում, բայց Դավիթը չգնաց պատերազմի, մնացել էր Երուսաղեմում, եւ պետք չէր այդպես լիներ, եւ ինքը պետք էր զորքի հետ լիներ, ինչպես մնացած թագավորները, մնացած զորքի հրամանատարները, այնպես էլ ինքը պետք է իր զորքի հետ լիներ, բայց հակառակ դրան Դավիթը որոշեց մնալ Երուսաղեմում։ Եվ մեղք գործեց կարդացինք, ուրիշի կնկա վրա աչք դրեց եւ նրա հետ կենակցեց, որովհետեւ անգործ ու պարապ լինելը հանգեցնում է վատ արարքների սիրելիներ։ Պարապությունը մեղք գործելու լավագույն խթանն է։ Դրա համար մենք քաջալերում ենք երիտասարդներին եւ ինչու՞ չէ մեծերին, որ պարապ չմնան, ինչ որ մի գործով զբաղվեն։ Պարապ մարդը պոտենցիալ հանցագործ է։ Պարապ մարդը պոտենցիալ հանցագործ այն առումով, որ Աստծո օրենքի դեմ մեղք կգործի, մարդկանց առաջ մեղք կգործի, մի վատ արարք կանի, ինչու որովհետև անգործ եւ պարապ է ման գալիս։ Եվ Սատանան առիթը չի կորցնում փորձության մեջ եւ թակարդի մեջ պահելու նման մարդկանց։ Թագավորական իր կարիերայի գագաթնակետին էր հասել Դավիթը, մեծ համբավ ուներ, նվաճումներ, հաղթանակներ, բայց հանկարծ մեղքի զուգակի մեջ հայտնվեց։ Ինչու եւ ինչպես, քանի որ մնացել էր տանը եւ տանիքը բարձացավ, իր ինքնադեմին կարդում ենք եւ հարևանի կնոջը տեսավ լողանալիս, գեղեցիկ կին էր, ցանկացավ եւ իր մոտ կանչեց։ Ուրիշի կնոջը։ Տեսնում ենք, որ աչքի ցանկությունը չկարողացավ զսպել։ Հովհաննես Առաքյանն էլ ասում է, որ ինչ այս աշխարհի ցանկությունը, աչքի ցանկությունը, մարմնի ցանկությունը Աստծո առաջ դեմ է, հորից չի, սատանայից է սա։ Անսանց գիրքը չկարողացավ զսպել եւ փորձության մեջ ընկավ։ Կարող ենք հիշել անձանց Աստվածաշնչում, ովքեր կարողացան հաղթահարել նման փորձության։ Բրավո, ել ուրիշ մեկը կա։ Մենակ Հովսեփը։ Շատ ճիշտ նկատեցիք, Հովսեփը։ Երբ Պետափեսի կինը մի քանի անգամ կամեցավ լինել Հովսեփի հետ, որ գուցե ամբողջ Եգիպտոսի տղամարդկանց ցանկությունն էր այդ կինը, բայց Հովսեփը մերժեց նրան եւ վերջում էլ իր հագուստը թողեց եւ փախավ այդ կնոջ ձեռքից։ Զսպեց իր գիրքը եւ ասաց. ինչպես ես մեղք գործեմ Աստծո առաջ, ինչպես ես այս մեղքը գործեմ իմ Աստծո առաջ։ Եվ փախավ նրանից։ Ծննդոց 39-րդ գլուխ 7-ից 13 համարի մեջ կարող ենք տեսնել։ Կամ Բոոսը Հրութի պարագայում, Հրութի 3-ից 4 գլուխներում ենք տեսնում։ Ուղակի պատվով ամուսնացավ եւ մեծ հարգանքի եւ պատվի արժանացավ իր շրջանի մեջ, իր քաղաքի մեջ, թեպետ կարող էր շնություն անել, որովհետեւ կնոջը տեսավ իր ոտքերի մոտ պարկած։ Բայց Բոոսը ամուսնացավ Հրութի հետ եւ մեծ պատվով եւ օրինավոր
ամուսնություն արձանագրվեց եւ Քրիստոսի ազգաբանության, տոհմաբանության մեջ նրանց անունները հիշատակված է Մատթեոսի ավետարանում։ Իսկ Սողոմոնի ծնունդի մասին, երբ որ Բերսաբեն երկրորդ զավակը ունեցավ Դավիթից, Սողոմոնը ծնվեց եւ գրված է, որ միտումնավոր Սուրբ Հոգին սիրելիներ հիշատակում է, որ Դավիթը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջից Բերսաբեից, այդպես է գրված։ Սա այդքան էլ պատիվ չի բերում։ Ուրիայի կնոջից, որովհետև օրենքով Բերսաբեն Ուրիայի կինն էր։ Մատթեոսի ավետարան 1:6 Աստծո կարգը սա է, որ մարդը աշխատի, մարդու համար սահմանված է իր քրտինքով իր հացը վաստակի։ Աստված այդպես ասաց Ադամին. Քո քրտինքով քո հացը վաստակես, աշխատանքով զբաղվի, իր երեսի քրտինքով, կամ տառապանքի եւ չարչարանքի միջոցով, որը վնաս չի տա երբեք։ Տառապանքն ու չարչարանքը սիրելիներ վնաս չեն տալիս, հակառակը օգտակար են լինում։ Սակայն անգործության մատնված մարդը հանցագործ է, օրենքի դեմ հանցավոր կլինի, Աստծո դեմ, ինչպես Դավիթ թագավորը։ Այստեղ նա տեսավ գեղեցիկ կնոջ, ով լողանում էր եւ գայթակղվեց, աչքի ցանկությունը եւ այդ ցանկության կիրքը դրթեց նրան, որ կենակցի ուրիշի կնոջ հետ։ Դավիթ թագավորը շահագործեց իր պաշտոնը, իր հեղինակությունը, իր թագավորական դիրքը եւ մեղք գործեց, խախտելով Աստծո օրենքը։ Ոչ միայն շնության մեղքի մեջ բռնվեց Դավիթը, այլև մի շարք հանցանքներ գործեց, խախտելով Աստծո պատվիրանները։ Կարևոր է իմանանք, որ մարդը մեկ կին պետք է ունենա եւ ոչ թե շատ կանայք։ Բազմակնությունը աստվածաշնչային չի, Աստված երբեք չի պատվիրել շատ կանայք ունենալ։ Մարդիկ եղել են սկսած նահապետական շրջանից, Աբրահամից եւ այլն շարունակ մի քանի կանայք են ունեցել, բայց Աստծո սահմանված կարգը մեկ կին, մեկ տղամարդ, չէ՞, ասեց տղամարդը պետք է թողնի իր հորնմորը եւ իր կնոջը հարի եւ նրանք երկուսով մեկ պետք է լինեն։ Չի ասում 3-ով, 4-ով, 5-ով, երկուսով մեկ պետք է լինեն։ Մեկ կին, մեկ տղամարդ, սա խորհուրդն է Քրիստոսի եւ եկեղեցու սիրելիներ։ Փեսան մեկն է, հարցն էլ մեկը պետք է լինի։ 2-3 հարցեր չկան, որովհետեւ փեսան մեկն է։ Եկեղեցին էլ, Աստծո եկեղեցին էլ մեկ է։ Հիմա Բերսաբեն հղիացավ, իսկ Դավիթը հնար էր փնտրում, որպեսի կոծկի այս հանցանքը, որ իբրև իր ամուսնուց է հղիացել եւ պատերազմի դաշտից քետացի Ուրիային նրա ամուսնուն կանչել տվեց, իր զորագլուխներից մեկին Հովավին նամակ ուղարկեց, ասեց թող գա եւ ուզում էր անպայման այդ գիշերը մնար իր կնոջ տունը, իր տունը մնար։ Կերակրեց, խմեցրեց, նվերներ տվեց, պարգևատրեց, բայց ինչ որ արեց, չհամոզվեց Ուրիան, ասեց, ինչպես կարող եմ ես թողնել իմ մարտական ընկերներին, Աստծո ուխտի տապանակը դաշտի մեջ է, իմ ընկերները այնտեղ են, կենթանի է Տերը, ես այդ բանը չեմ անի։ Եվ ինչքան էր որ համոզեց Դավիթը, բայց Ուրիան միայն զինվորների հետ այդ սրահում քնեց եւ իր տունը չգնաց պարկելու։ Այս անգամ Դավիթը երկրորդ պլանին անցավ, որը ավելի սարսափելի էր։ Սպանել տվեց նվիրյալ զինվորականներից մեկին, սպանել տվեց Ուրիային, ով քաջարի եւ հավատարիմ մարդ էր, այն էլ Ամոնի որդիների ձեռքով, ինչը կրկնակի հանցանք էր Տիրոջ առաջ, այսինքն Աստծո դարավոր թշնամիների եւ Աստծո ժողովրդի թշնամիների ձեռքով սպանել տվեց հավատարիմ զինվորին, եւ սա Աստծո առաջ շատ սարսափելի մեղք էր։ Ոչ միայն Ուրիան սպանվեց, այլ շատերը մեռան այդ օրը։ Ուրեմն տեսնում ենք, որ հանցանքը իր հետևից հանցանք է ծնում։ Մեղքը իր հետևից մեղք է բերում։ Մեկ սուտ խոսացիր, այդ մեկ սուտը կոծկելու համար հաջորդ սուտը պետք է խոսես, որ այդ մեղքը ծածկես։ Եվ այդպես շարունակ երրորդը, չորրորդը մեղքը մեղքի վրա բարթվելով եւ հանցանք է ծնում մեղքը, սիրելիներ, հանցանքը իր հետևից ուրիշ հանցանք եւ Աստծո բարկությունը բորբոքվեց։ Դավիթ թագավորը 10 պատվիրանների վերջին 5 պատվիրանները առնվազն խախտեց։ Գրված է մի սպանիր, նա սպանեց։ Գրված է մի շնացիր, նա շնացավ։ Գրված է մի գողացիր, նա տիրացավ ուրիշի կնգան, խլեց ուրիշի կնգան, հափշտակեց նրա ձեռքից։ Սուտ վկայություն մի տուր, նա ստեց։ Մի ցանկացիր քո հարևանի որևէ բանին, էշին, ունեցվածքին, հարևանի կնոջը մի ցանկացիր, բայց նա ցանկացավ։ Ելից գրքի 20-րդ գլխում 10 պատվիրանների մասին կարող ենք ծանոթանալ։
Մեկ մեղք իր հետևից ուրիշ մեղք է ծնում, մեղքը ծածկելու համար կրկին մեղք է գործում, երկրորդը, երրորդը կոծկելու համար նորից մեղք եւ այդպես մեղքը մեղքի վրա բարթեց միջև Տիրոջ բարկությունը բորբոքվեց Դավիթի վրա այս սարսափելի ճարիքի համար։ Գիտեք, սիրելիներ, խոսում ենք Դավիթի մասին, որ մեղք գործեց, Աստծո սիրելին էր, Աստծո օծյալն էր, մարգարե էր, Աստծուն հավատարիմ մարդ էր, Աստծո ընտրյալ մարդն էր, բայց մեղք գործեց։ Գիտեք, մենք ասում ենք Դավիթը մեղք գործեց, Դավիթը սխալ գործեց, բայց մենք էլ Դավիթի պես ենք, սիրելիներ, մենք Դավիթից լավը չենք։ Նաթան մարգարեն եկավ ասեց, այդ մարդը դու ես, որ պիտի մեռնի, որ պետք է քառապատիկը վճարի, որ դատաստանի արժանի, այդ մարդը դու ես ասած, այդ մարդը ես եմ, այդ մարդը մենք ենք, յուրաքանչյուրս մեր բաժինը ունենք, որովհետև ադամական մեղքը յուրաքանչյուր մարդու մեջ չկա, արդար մեկը չկա։ Եթե Դավիթ Աստծո օծյալ այդ մեղքը գործեց, մենք ով ենք, սիրելիներ։ Մենք նրանից լավը չենք, մենք էլ մեղավոր ենք։ Միգուցե նմանատիպ մեղքեր չես գործում, բայց մտքով ես չարիք գործում։ Ադամի մեջ բոլորը հանցավոր են եւ մեռած են եւ դատապարտված են, բայց միայն Քրիստոսի մեջ ենք արդարացած։ Եվ այս պատմության մեջ մենք դաս ենք սովորում, որպեսզի Աստծո խոսքով ապրենք, զգուշանանք հանցանք գործելուց եւ որ ահով եւ դողով գործադրենք մեր փրկությունը, որովհետեւ մեղքի վարձքը մահ է գրում է Պողոս առաքյալ Հռոմեացիներին 6-րդ գլուխ 23 համարում։ Տեր այս բաները տեսավ, նրա աչքից ոչինչ չվիրիփում, սիրելիներ։ Աստված ամեն բան տեսնում է։ Չկա ծածուկ բան, որ կարողանաս թաքցնել, քողարկել Աստծո աչքերի առաջ։ Աստված սրտերը քննող Աստված է։ Նա գիտի քո մտածումները, նա գիտի քո հաջորդ քայլերը։ Ոչինչ չկա, որ կարողանանք թաքցնել Աստծո աչքերից։ Եվ իր հատուցումը տալիս է, որքան սիրող հայր է Աստված, նա միաժամանակ ուղղությամբ դատող Աստված է, ճշմարիտ դատավոր է եւ հանցավորին իր արդարացի հատուցումն է տալիս։ Եվ սա արդարացի է։ Գրված է, ինչպես ընթերցեցինք 12-րդ գլխից սկսված, Նաթան մարգարեին ուղարկեց, իր պատգամախոսին ուղարկեց Դավիթի մոտ։ Աստված խոսում էր այն ժամանակ մարգարեների միջոցով։ Թե ինչպես կարդում ենք Եբրայեցիներին առաջին գլխում, մարգարեների միջոցով, հայրերի միջոցով, բայց վերջին ժամանակներում Աստված խոսում է իր որդու միջոցով խոսեց, գրված է Եբրայեցիս 1:2։ Շատերը հարցնում են, բա հիմա մարգարեներ չկան։ Ինչպես է Աստված խոսում, պատգամներ փոխանցում։ Իր որդու միջոցով ասել է, թե ավետարանի միջոցով է այսօր Աստված մեր պատգամ փոխանցում, իր խոսքի միջոցով։ Մի սպասեք, երազներ տեսնեք, որ Աստծո պատգամները հասկանաք, մի սպասեք, որ ինչ որ մարգարե գա ձեզի խոսի, բացեք Աստվածաշունչը, կարդացեք Աստծո կամքը հասկանալու համար։ Իսկ այսօրվա մարգարեները, նոր կտակարանյան շրջանի մարգարեները, սիրելիներ, քարոզիչներն ու ավետարանիչներն են, որ Աստծո պատգամներն են փոխանցում մարդկանց։ Եվ Նաթանի միջոցով խստորեն հանդիմանեց Դավիթին, առակի միջոցով խոսեց։ Հիշեցինք, չէ՞ առակը, մենք կարդացինք այդ մասին, մի հարուստ մարդ կար, մի աղքատ մարդ կար, գառնուկ ուներ, մեկը ոչինչ չուներ, միայն բացի մեկ գառնուկից։ Եվ այս առակը տիպիկ օրինակ էր, որ ցույց տվեց Դավիթի հանցանքը, նրա իրական վիճակը։ Ասած կենթանի է Տերը, որ այդ բանն անողը արժանի է մահվան, գառան համար էլ պետք է քառապատիկը հատուցի, որովհետև նա արեց այդ բանը, քանի որ գութ չունեցավ, անգութ գտնվեց, ինքը իր բերանով իրեն դատապարտեց, որովհետև այդ մարդը ինքն էր, դատապարտեց ինքն իրեն եւ սա արդարացի էր, նա զղջաց իր արարքի համար, բայց մեղքի հատուցումը անխուսափելի էր։ Եվ ծնված մանուկը մեռավ կարդացինք։ Հետաքրքիր է, ինչու Տերը առակով խոսեց։ Գուցե ակնկալում էր, որ Դավիթը կլսի առակը, կանդրադառնա եւ կզղջա իր արարքի համար։ Որովհետև Տերը կարող էր անմիջապես պատժել Դավիթին առանց հարց ու պատասխանի, որովհետև Աստված ինքնիշխան է, ոչ ոք չի կարող իրեն սովորեցնել, բայց Աստված արդարամիտ եւ արդարադատ Աստված է։ Միչև մարդու մեղքը չի հայտնում, նրան պատիժ եւ հատուցում չի հասցնում։ Նախ ասում է, ինչի մեջ ես դու մեղավոր, ինչ հանցանք ես գործել։ Մարդը գիտակցում է դա։ Սա էլ շանս է, գիտեք, առիթ է, որպեսզի մարդը անդրադառնա զղջում ապրի, ապաշխարի, խոստովանի իր մեղքերը։ Եվ այդպես էլ եղավ։ Առակը պատմեց եւ Դավիթը զղջաց, ասաց Աստված էլ քեզ ներեց, ընդունեց նրա զղջումը, բայց մանուկը
պետք է մեռնի, որովհետև մեղքի վարձքը մահ է։ Մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո ձրի պարգևը կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Բայց մեղքը իր հատուցումը ունի, երբ Աստված ներում է, գիտենք, որ Աստված երբ որ ներում է մարդուն, մոռանալու պայմանով է ներում, համաձայն Երեմիայի 31-րդ գլուխ 34-րդ համարի։ Սակայն այս մեղքը իր հատուցումը ունեցավ, չմոռացվեց, ինչու, որովհետև Տիրոջ թշնամիներին առիթ տվեց իր գրված է հայոյելու Տիրոջ անունը։ Ինչու ամոնացիները պետք է հայոյեն իմ սուրբ անունը, ես խայտարակվեմ հեթանոսների մեջ։ Եվ Նաթանն ասաց, այդ մարդը դու ես Դավիթ, այդ մարդը դու ես, այդ հանցագործը դու ես, որ խախտեցիր Աստծո կանոնը։ Այդ մարդը դու ես, այդ մարդը ես եմ, այդ մարդը մենք ենք սիրելիներ, եղբայրներ, քույրեր, որովհետև մենք ավելի լավը չենք մեկս մյուսից, մենք էլ ունենք սխալներ, հանցանքներ։ Մեղքը մեղք է։ Քիչ կամ շատ։ Մենք ավելի արդար չենք։ Եթե Դավիթը ով Աստծո սիրելին էր, նրա օծյալը, նրա սրտին համեմատ մարդը արժանացավ նման հատուցման, մենք ինչով ենք առավել։ Դրա համար մեր արդարությունը, սիրելիներ, մեզանից գախյալ չի։ Մեր արդարությունը Քրիստոսից է։ Մեր լավը լինելուց չի, մեր իմաստությունից գախյալ չի, մեր ազգային պատկանելությունից չի, այլ Քրիստոսի մեջ լինելուց է։ Որովհետև եթե մեկը Քրիստոսի մեջ է գրված է, նա նոր ստեղծագործություն է, 2 Կորինթացիս 5:17։ Նոր արարած է, որովհետև հները անցան։ Ահա ամեն բան նոր եղավ։ Հիշեք Սամսոնին, որ հազարավոր փղշտացի կարող էր սպանել։ Ուժգու Սամսոնը, որ ուժ ուներ, Սուրբ Հոգին իջավ նրա վրա եւ կարող էր հազարավոր մարդկանց սպանել, կոտորել։ Բայց ինչ ենք տեսնում նրա կյանքի մեջ։ Շատ խայտառակ պարտություն, պարտության վրա։ Այդ հուժկու Սամսոնը մեկ կնոջ Դալիլայի ծնկների վրա ծնկի իջավ, թուլացավ։ Այս աշխարհի Դալիլաները զորավոր մարդկանց կարող են ծնկի բերել։ Եվ հոգին հեռացավ Սամսոնից, ինչու որովհետև հաճախակի նա կնամոլ էր, կանանց պատճառով Իսրայելի սահմանը հատում էր, անցնում էր փղշտացիների երկիրը։ Լույսից խավարի տիրույթում էր հայտնվում։ Իսրայելի ժողովուրդը թողած, Աստծո ժողովուրդը թողած անցնում էր հեթանոս ժողովուրդների մեջ, այնտեղ էր կանանց փնտրում։ Լույսի տարածաշրջանից սահմանը անցնում էր խավարի տարածաշրջան։ Տիրոջ ներկայությունից անցնում էր հակառակորդի ներկայության մեջ եւ այնքան գնաց եկավ միջև որ Աստծո հոգին հեռացավ նրանից եւ մազերը կտրեցին եւ աչքերը փորեցին։ Սողոմոն իմաստունը գրում է Ժողովող գրքի 10-րդ գլուխ 8-րդ խոսքում. Ցանկապատը քանդողին օծն է խայթում։ Ցանկապատը անցնես, օծի խայթոցին կարժանանաս, ինչպես Սամսոն արժանացավ, ինչպես Դավիթ արժանացավ։ Այսօր հավատացյալների կարգավիճակը շնորհքի տակ է։ Մենք Տիրոջ շնորհքի տակ ենք։ Տիրոջ ողորմության, որ մեր արժանինքներից գաղթյալ չի, սա Տիրոջ ողորմությունն է։ Մեզ մեղավորներից Աստված շնորհեց, Տերը գութով եւ ողորմությամբ է ապրեցնում մեզ։ Երբ Աստծո հանդեպ ակնածանքով ապրենք, այնքանով նրա գթասրտությանը կարժանանանք։ Սաղմոս 2-ն այս ուղղությամբ գրում է Սաղմոս 103:11 համար. Որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութը իրենից վախեցողների նկատմամբ։ Իրենից վախեցողների նկատմամբ, որովհետև իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Տիրոջ վախն է։ Եթե մեկը Աստծո վախը չունի, սիրելիներ, նա հավատ չունի։ Նա իմաստություն չունի։ Նա Աստծուն չի ճանաչել։ Ով կարող է ճանաչել Աստծուն եւ չվախենալ։ Անհնար է։ Հարուստ մարդու տուն եկող հյուրը, առաքին էլ անդրադառնանք։ Նաթան Մարգարեն ասաց մի եկվոր հյուր եկավ այդ հարուստ մարդու տուն եւ չուզեց իր հոտերից հյուրասիրել, այլ հարևանին այդ չքավոր աղքատ մարդու մեկ հատիկ գառնուկը վերցրեց, չէ՞։ Ով էր այդ հյուրը։ Այդ հյուրը, այդ եկվողը, անցորդ այսպես ասած, իր մարմնական ցանկությունն էր։ Ինք իր մարմնավոր ցանկությունը կերակրեց, գոհացրեց ուրիշինով։ Սպաներ տվեց նրա ամուսնուն։ Եվ սա շատ վատ արարք էր, շատ նենգարարք էր։ Անցորդի նման այցելեց նրան ցանկությունը։ Սա նշանակում է Իսրայելի մեջ այդքան կին ուներ նա, եթե քիչ էր ասեց կարող էր խնդրել ես էլի քեզի կտայի, սակայն նա ուրիշինը ցանկացավ եւ խլեց ուրիշինը։
Աչքը հարևանի ունեցածի վրա էր։ Սա էր առակի բացատրությունը, որ սկզբում Դավիթը չհասկացավ։ Չի ասաց այդ մարդը պետք է մեռնի, քարապատիկը պետք է վճարի, սկզբի չհասկացավ ում մասին է խոսքը։ Մինչև Նաթանը չասեց այդ մարդը դու ես։ Ինչու չհասկացավ սկզբից, գիտեք, որովհետև մեղքը կուրացրել էր նրա հոգևոր զգայարանները։ Սիրելիներ, մեղքը մարդու հոգևոր աչքերը, հոգևոր տեսողությունը խափանում է։ Երբ որ մարդ մեղքի մեջ է ապրում, հոգևոր զգայարանները չի աշխատում։ Խղճմտանքը խանձված, կարծես տաք երկաթով շիկացած լինի։ Չի զգում մեղքը, չի հասկանում, չի տեսնում։ Միջև որ Աստծո պատգամախոսը ասաց այդ մարդը դու ես Դավիթ։ Դավիթը ասաց այդ բանն անողը քարապատիկը պետք է վճարի, չէ՞, հատուցի։ Երկրորդ Թագավորաց 12:6-ի մեջ կարդացին, որովհետև ուրիշի գառնուկի փոխարեն հատուցումը քարապատիկ էր, համաձայն Մովսեսական օրենքի 3:22 գլուխ առաջին համար։ Եվ այդպես էլ եղավ, Դավիթ թագավորը քարապատիկը վճարեց, նրա 4 որդիներն էլ մեռան։ Դավիթ թագավորը օրենքը խախտեց եւ համաձայն օրենքի էլ դատապարտվեց, քարապատիկը վճարեց։ 1 տարեկան մանուկը մեռավ հիվանդությամբ տեսանք։ Երկրորդը Ամոնին սպանեցին նրա որդի։ Երրորդ Աբիսողոմը, որ ըմբոստացավ իր հորդեմ, գրված է երկնքի եւ երկրի մեջտեղում կախվեց ջորիի վրա։ Սա Աբիսողոմի մահն էր։ Եվ չորրորդը Ադոնյան, նրա զավակը, նույնպես սպանվեց Սողոմոնի զորապետների ձեռքով։ Երրորդ Թագավորաց 2:25։ Հետևաբար Դավիթը քարապատիկը 4-նապատիկ, այսինքն հատուցում ստացավ։ Անշուշտ սիրելիներ, շատ ցավալի է այդ անմեղ մանկան մահը։ Տերը ասաց, քանի դու այս բանը արեցիր, ծածուկ արեցիր, ես բացահայտ եմ հատուցելու։ Եվ տեսնում ենք, որ մանուկը շատ փոքր էր, որ մահացավ։ Երբ որ ուսումնասիրում ենք եւ շատ աստվածաբանների տեսությունն ենք նայում, գրեթե 1 տարեկան ոչ ավել։ Քանի որ մանկահասակ երեխաները, սիրելիներ, երբ գիտակցական տարիքի մեջ չեն եւ ժամանակից շուտ մեռնում են, նրանց համար երկինքը բաց է։ Նրանք երկնքում են հայտնվում Աստծո ներկայության մեջ, երբ որ գիտակից տարիքի չեն կարողանում զատորոշեն չարը բարուց։ Ինչպես Տեր Հիսուս ասաց, նրանց նմանների համար է երկնքի թագավորությունը։ Մի արգելեք մանուկներին ինձ մոտ գալ, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։ Մատթեոս 19:14։ Եվ ոչ միայն մանկան մահը, Տերը ասաց, քանի դու այս բանը արեցիր, ծածուկ, բայց ես բացահայտ պետք է անեմ, արևիտակ պետք է անեմ։ Եվ սուրը քո տնից չի հեռանալու։ Երկրորդ Թագավորաց 12-ից են կարդում մինչև 12 համարները։ Եվ առ այսօր Իսրայելի երկիրը ենթարկվում է պատերազմների, անախորժության մեջ է, հարևան երկրների հետ միշտ կոնֆլիկտի մեջ է, անհաշտ եւ անխաղաղ պայմանների մեջ է։ Եվ Սողոմոն թագավորից հետո Իսրայելը պառակտվեց, բաժանվեց երկու մասի, հարավային եւ հյուսային թագավորությունների։ Հուդայի եւ Իսրայելի բաժանվեցին։ Եվ հետո էլ կարդում ենք, որ գերի վարվեցին եւ աքսորվեցին բաբելոնացիների կողմից, այնուհետև մարերի եւ պարսիկների թագավորության մեջ միշտ աքսորի եւ գերության մեջ հայտնվեցին, որովհետեւ սուրը նրա տնից չհեռացավ։ Որովհետեւ սիրելիներ, մենք այսօր հասկացանք կարևոր մի բան, որ մեղքի վարձքը մահ է։ Մեղք ունի հետևանք։ Այն կներվի, եթե խոստովանենք, Աստված բարեգութ եւ ողորմած Աստված է։ Սակայն հետևանքները մնում են։ Սա նման է հագուստի վրայի կեղտաբիծի։ Երբ որ լաքայա լինում պիջակի վրա, հագուստի վրա, որևէ կեղտ բիծ, տանում ենք քիմ մաքրման, տանում ենք չոր մաքրման, տանում ենք լվացքատուն, լավ լվանում ենք, բայց անցնում է, բայց առաջվա տեսքը չի ունեն։ Հետքը մնում է։ Այնուհետև Բերսաբեն նորից որդի ունեցավ, կարդում ենք, եւ անունը դրվեց Հեդիդա, որ թարգմանաբար նշանակում է Տիրոջ սիրելին։ Սակայն Դավիթ թագավորը Սողոմոն կոչեց Շոլոմոն, այսինքն խաղաղություն։ Բայց խաղաղությունը միայն Սողոմոնի ժամանակաշրջանում տևեց Իսրայելի վրա, այնուհետև պառակտումներ, բաժանումներ, ըմբոստություններ, դավաճանություններ, այրունահեղություններ, սուրը նրա տնից չհեռացավ, ինչպես Աստված ասել էր։
Մենք դասեր ենք վերցնում այս պատմություններից, որպեսզի Աստծո առաջ երկյուղով ապրենք, սիրելիներ, զգուշությամբ եւ իմաստությամբ ապրենք Տիրոջ առաջ։ Ոչ թե նմանվենք Դավիթին կամ որևէ աստվածաշնչյան հերոսին, այլ նմանվենք Հիսուսին։ Աստծո խոսքը ասում է Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Որովհետեւ շատերը ասում են ես Դավիթի նման եմ, ես Աբրահամի նման եմ։ Աբրահամի նման ես, բայց չես կարող 100 տարեկանում երեխա ունենալ։ Ես Հովսեփի նման եմ, ես Գեդեոնի նման եմ։ Չէ, այդ պատմությունները 5 տակարանյան հերոսները մեր առջև օրինակ են, թե բացասական, թե դրական, որպեսզի մենք զգուշանանք, ճշմարիտ ճանապարհ ընտրենք։ Այդուհանդերձ կարդում ենք Եբրայեցիս գրքում գրված է Հիսուսին նայենք մեր հավատքի հեղինակին եւ կատարողին։ Տերը օրհնի ձեզի, Տերը օրհնի սրբազան խոսքը։ Հուսով եմ այսօր ինչպես որ եկել եք, ձեր հավատքի համեմատ Տերը ձեր սրտին տվեց, որպեսզի Աստծո խոսքը մեր սրտի լավագույն տեղում բնակվի, եւ պահենք նրա խոսքը եւ Աստծո առաջ երկյուղացությամբ ապրենք։